Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձություններն անկանխատեսելի են և յուրաքանչյուր նոր սերիա իր հետ բերում է նոր ինտրիգներ և հետաքրքիր զարգացումներ։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպես է արձագանքելու Աննան, երբ իմանա ամբողջ ճշմարտությունը։ Նա արդեն տեղեկացավ, որ Միքայելը տարիներ առաջ ելք է ունեցել այն բուժքրոջ տանը, որը ներկա է եղել Աննայի առաջին ծննդաբերության ժամանակ։ Ինչպես է վարվելու Աննան բոլոր նրանց հետ, ովքեր թաքցրել են ճշմարտությունը։ Շատերն այսօր արդեն տեղյակ են այդ ճշմարտությունից և որևէ մեկը Աննային չի բացահայտել դրա մասին, նույնիսկ իր հարազատ երեխաները։ Ինչպես է նա Միքայելին մեղադրելու, եթե իմանա, որ իր հարազատ երեխաները, իր ընտանիքի անդամները, նույնիսկ իր կենսաբանական հայրը տեղյակ է եղել այդ ամենից ու իրեն չի ասել։ Հեռուստադիտողներն ականատեսը եղան նաև այն բանին, որ Բետին լսեց այս մասին, իմացավ, թե ինչն է կապում Անգելինային ու Աննային, և բնականաբար Բետին այդ ամենն օգտագործելու է իր շահերին, այսինքն Հենրիին ու Անգելինային բաժանելու համար։ Բետին շատ լավ հասկանում է, որ եթե Անգելինան իմանա, որ Հենրին իրենից թաքցրել է այդ գաղտնիքն ու չի ասել, բնականաբար ներում չի ստանալու Հենրին Անգելինայից, որովհետև նա նորից խաբել ու ասել է, որ կենսաբանական ծնողները մահացել են։ Իսկ դու չմոռանաս գրել քո կարծիքը, ինչ ես կարծում, ինչպես է վարվելու Աննան Միքայելի հետ, արդյոք կների։ Փորձս վերջացրեցի, բարեհաջող մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ, սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում։ Լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու։ Անհնար է, այսպես ուզում եմ շուտ ապաքինվեմ։ Ու հենց զանգը գա մի անգամից ստոպ կտած կնայես հեռախոսին։ Իսկ ով է զանգում քեզ։ Մի հատ բացատրում է վերապրում են արվեստը։ Մի հատ ասեք, մեր զույգին էկրանային կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Այո, ես որ կարոտել էի հանակարո զույգին։ Ես էլ էի կարոտել։ Վաղուց էկրանին չէի տեսել։ Երեկվա իմ շատ խառը օրվանից հետո հաջորդում է այսօրվա խառը օրը։ Այսօր հասցրել եմ արդեն առավոտ բալուսով լիքը բաներ անեմ ու հələ շարունակում եմ անել։ Ներկապային արդեն սկսել եմ մտածել իմ մասին։ Գնացինք մեքենան լվացինք։ Հեսա գնում ենք, մենք լվացվենք, այսինքն սափրվենք, էլի սիրում ապուրատնին։ Գնում ենք նկարահանման, հետո գնում ենք հարսանիք, խառը օր է սպասվում, սիրելիներս, խառը օր։ Ողջույն բոլորին։ Ուրախ եմ, որովհետև արել եմ, որովհետև կարքի է իջել, այդ արդեն ուրախացնող եմ։ Բայց գիտեք, որ աշնանը մեր մաշկը հիմնականում չորանում է ու պետք է խնամք։ Եվ ինձ շատ են ուղղակի հարցնում, թե որտեղ եմ ես խնամք իրականացնում, միշտ պատասխանում եմ, շատ վստահ, շատ ուրախ և շփիտով։ Մաշկի հետ կապված բոլոր խնամքները ես վստահում եմ դոկտոր Ռոմանիկայի կլինիկայի մասնագետներին և վերջակետ։ Այսքանը։ Դոկտոր Ռոմանիկայի կլինիկա և վերջակետ։ Այլ տարբերակ չկա։ Առաջին դերը կինոյում եղել է հիշողություն ֆիլմը, գլխավոր դեր էի խաղում Մարիամի կերպարը, որը ցեղասպանության մասին ֆիլմ էր, էկրաններ բարձրացավ, բայց շատ քիչ մնաց արգելեցին։ Իսկ առաջին դերը թատրոնում եղել է Արնախումի ընտանիքը ներկայացման մեջ Մարիայի կերպարը։ Տեղել էր գլխավոր։ Իսկ այս ստորիով մի հատ բան հիշացնեմ, վաղը խաղում ենք Ֆիգարոյի ամուսնությունը ներկայացումը, որը խաղացանքից դուրս էր եկել, բայց վերականգնել ենք ու հիմա արդեն
նորացված նոր սաստավով խաղում ենք։ Դենց որ կարող եք վաղը համենալ դրամատիկական թատրոն ու դիտել մեր կատակերգությունը։ Հիմա գնում եմ փորձի։ Ողջույն բոլորին, այսօր ֆուտբոլային տրամադրություն է բոլորիս մոտ ու բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, թե ես որքան եմ երկրպագում Քրիստիանո Ռոնալդոին, բայց դա կապ չունի։ Ես գնալու եմ մարզադաշտ եւ երկրպագելու եմ մերոնց, որովհետեւ դա է ճիշտը, որովհետեւ այդպես էլ պիտի լինի։ Ուղղակի կարծում եմ, որ չպետք է մենք հին սխալները կրկնենք։ Եթե հիշում եք, վերջին այցի ժամանակ մերոնք շատ լավ խաղ էին ցուցաբերում, սակայն երկրպագուները զայրացրին Ռոնալդոին, այնքան վանկարկեցին Մեսսի, որ զայրացրին ու արթնացրին Ռոնալդոյի ներսում քնած գազանին։ Եվ միանգամից Ռոնալդոն հետ-տրիկ ձևակերպելով փոխեց ողջ խաղի ընթացքը։